խոտորնակին խոտորնակ։ Ռուսական ժողովրդական հեքիաթ։ Մի զինվոր մի գյուղում մուժիկից գիշերելու տեղ խնդրեց։ Ես քեզ կթողնեի, ասաց մուժիկը, բայց հարսանիք ունեմ, քնելու տեղ չի լինի։ Ոչինչ, զինվորի համար ինչ էլ լինի, հարմար է։ Դե ուրեմն ներս արի։ Զինվորը տեսավ, որ մուժիկի ձին սայլին լծած է ու հարցրեց. Տանտեր, ուր ես գնում։ Դե գիտես, մեզ մոտ ընդունված կարգ է, ով հարսանիք անի, պիտի գնա կախարդի մոտ ու մի նվեր տանի։ Ամենաաղքատն անգամ առանց 20 մանեթի չի պրծնի, իսկ թե հարուստ ես, 50-ն էլ քիչ է։ Նվեր էլ չանես, հարսանիքդ կփչացնի։ Լսիր, տանտեր, ոչ մի բան էլ մի տար, առանց դրա էլ կանցնի։ Մուժիկին հավատացրեց, սա լսեց ու նվերներով կախարդի դուռը չգնաց։ Հարսանիքը սկսվեց, հարս ու փեսին տարան եկեղեցի, որ պսակի կարգը կատարեն։ Ճամփով գալիս դեմները մի ցուլ դուրս եկավ, կատաղած բառաչում, պոզերով հողն է փորում։ Հարսանքավորները վախեցան, իսկ զինվորի բեղն էլ չշարժվեց, հեչվեճը չի։ Մեկ էլ են տեսնում, որ նրա ոտի տակից մի շուն դուրս պրծավ, ցուլի կոկորդից բռնեց, ցուլը տապալվեց գետնին։ Առաջ գնացին հարսանքավորները, դեմները մի մեծ արջը դուրս եկավ։ Մի վախեցեք, գոռաց զինվորը, ես չարիքի առաջը կառնեմ։ Որտեղից որտեղ էլի նրա ոտքի տակից շունը դուրս պրծավ, հարձակվեց արջի վրա ու սկսեց խեղդել, արջը ոռնաց ու սատկեց։ Դե էդ փորձանքից էլ պրծան, նորից առաջ գնացին։ Էս անգամ էլ հարսանքավորների առաջը մի նապաստակ կտրեց ու ուղիղ ընկավ լցված եռյակ ձիերի ոտների տակ։ Եռյակը կանգ առավ, հիմա ձիերը խրխնջում են, բայց դե տեղից չեն շարժվում։ Նապաստակ, գոռաց զինվորը, խելառություն մի արա, քեզ հետ հետո կխոսենք։ Ու տեղն ու տեղը առաջ գնացին։ Անփորձանք եկան, հասան եկեղեցին, հարս ու փեսային պսակեցին ու նորից ետ դառան գյուղ։ Հենց հասան իրենց բակին, տեսան դարպասին մի սև ագռավ նստած կռկռում է։ Էս ձենի վրա էլ ձիերը կանգնեցին ու էլ տեղից չեն շարժվում։ Խելառություն մի արա, ագռավ, գոռաց զինվորը, մենք հետո քեզ հետ կխոսենք։ Ագռավը թռավ գնաց, ձիերը դարպասից ներս մտան։ Հարս ու փեսին սեղան նստեցրին, հյուրերն ու հարազատները իրենց տեղերը գրավեցին, ոնց որ հարկն է, ոնց որ կարգն է, ու սկսեցին ուտել, խմել և ուրախանալ։ Իսկ կախարդը շատ էր կատաղել, իրեն նվեր չէին արել, ինքն էլ փորձեց վախեցնել, էդ էլ չանցավ։ Վեր կացավ, հասավ հարսանքատուն, հիմա ոչ գլխարկն է հանում, ոչ խաչակնքվում, ոչ ազնիվ մարդկանց բարևում։ Ուղիղ գնաց դեպի զինվորն ու ասաց. Ես վրատ կատաղած եմ։ Ինչի՞ ես կատաղած։ Ոչ ես եմ քեզ տալիք, ոչ էլ դու ես ինձ պարտք, ավելի լավ է ուտենք, խմենք ու քեֆ անենք։ Անենք։ Կախարդը սեղանից մի կուժ գարեջուր առավ, բաժակը լցրեց ու տվեց զինվորին։ Դե խմիր, զինվոր։ Զինվորը խմեց, թե չէ, ատամները թափվեցին բաժակի մեջ։ Այ ախպեր, ասաց զինվորը, ախր անատամ, ես ոնց անեմ, ոնց հացը ծամեմ։ Ատամները գցեց բերանը, նորից իրենց տեղը կպան։ Հիմա ես քեզ պատիվ եմ անում, առ ինձանից մի թաս գարեջուր։ Կախարդը խմեց, թե չէ, աչքերը դուրս թռան։ Զինվորն արագ դրա աչքերը վերցրեց ու դեն շպրտեց։
Այդպես կախարդն ամբողջ կյանքում կույր մնաց ու մարդկանց վախեցնելը թարգեց։ Իսկ տղամարդիկ ու կնանիք էլ սկսեցին զինվորի համար աղոթել։